Օրացույցով 2012-ի վերջին չորեքշաբթին է, իսկ Արցախի հանրային եթերում 2012-ի վերջին երեքոմը։ Բարի երեկո։ Առջևում ամանորն է, ոմանք շտապում են իրենց փոքրիկների համար նվերներ գնել, ոմանք հարազատների։ Իսկ հա մի խումբ երիտասարդներ, ավելի կոնկրետ SPF կազմակերպության ֆրանսախոսների ակումբը այս օրերին մտահոգված է Ասկերանի շրջանի Խնապատ եւ Խաչեն գյուղերի մանկապարտեզների սաներին ամանորի նախաշեմին տոնական օր պարգևելու առումով։ Նախքան տաղավարում զրույցը սկսել առաջարկում եմ դիտենք տեսանյութ երիտասարդների առաջին հանդիպումը փոքրիկների հետ Խնաբատում։ Խնդրեմ տեսանյութ։ Ճիշտն ասած, մեր այսօրվա տիպական մանկապարտեզը SPF կազմակերպության շնորհն է։ Նրա շնորհիվ ունենք մեկ կահավորված հոյակապ մանկապարտեզ եւ արդեն թվով 4-րդ տարին է, որ մենք SPF կազմակերպությունը մեզ մոտ քյուր է գալիս եւ միշտ մեզ համար այսպիսի անակնկալներ պատրաստում է։ Ճիշտն ասած, ամեն տարի նորություն է լինում, ամեն տարի մի հեքիաթի փոքր բեմականացում է լինում, բայց բոլորն է կարելի ասել անխտիր երեխաների համար ուրախալի, հաճելի անակնկալ է լինում։ Ես ինչա, մոտ շախկամ, լահետա, կտանի մեր հարտնանոր խասն, մի պաստասնան կարմ տիշանիմ։ Աչե, թանիկս խնգարմ, մի պաստասնան գյուր կարմ, մարմուր կատ տամիրան։ Չէ, հենց հարտնանս պիտի կանչին, ահարտնը, ակնեն։ Mi è! Ինչա դուր եկե այսօրվա միջոցառումը։ Լավ, որ ձմեր պապը մեզ նվերներ բաժանեց։ Իսկ դուր եկե Պապն ու շախկամը։ Ինձ է դուր եկա պապն ու շախկամը։ Ես շատ գոզեմ ձմեր պապի նորից կա։ Ես կցանկանա, որ մյուս անգամ ծաղացունեին կգա։ Չէ որ ուսուցանող են դա լինում, նրանք որ մեծանան արդեն իրենք էլ կձգտեն նույնը կատարել իրենց ժամանակաշրջանի փոքրերի նկատմամբ, փոքրերի հանդեպ եւ կարեւոր են, այո իհարկե կարեւոր են, մի քիչ աշխուժանում է երեխաների ամենօրյա մանկապարտեզյան կյանքը։ Երեխաները մեծ համբերությամբ էին սպասում ու մեծ ոգևորությամբ։ Նրանք արդեն տեղյակ էին, ճիշտ է ոմանք, որովհետև անցած տարիների սանիկները արդեն դպրոց են հաճախել։ Իսկ այստեղ կային երևի մի 5 երեխա, տեղյակ էին թե ինչ պիտի լինի ու անընդհատ հարց են տալիս, իրոք ձմեր պապին կգա, իրոք որ արթնանան նվերներ կլինի իրենց բարձի տակ, ձյունանուշիկին կտեսնեն, իսկ ով է ձմեր պապին ձյունանուշիկի համար նմանատիպ հարցեր էին տալիս նրանք ու
հարցնում էին, թե որտեղից է գալիս Ձմեռ պապին, եւ այդ բոլոր հարցերի պատասխանները նրանք ստացան, նրանք գիտեին։ Երեխաները խառը խումբ է, դրա համար երեխաները մի քիչ վախեցան, նրանց համար այո, եւ փոքրեր էին եւ մեծեր, դրա համար երեխաները մի քիչ վախ կար իրենց մեծ 2 տարեկան երեխան չգիտի, որ դա դիմակավորված նույն աղջիկներն են, նույն իրենց բարեկամներն են, դրա համար մի քիչ վախ կար երեխաների մեջ, բայց միջոցառումը անցավ հետաքրքիր, համոզված եմ, որ երեխաները մեծ բավականություն ստացան, քանի որ մի այլ բան է ընթերցել պապն ու շահկամը, մի ուրիշ բան է ներկայացնել ուրիշների կողմից, արդեն ավելի հասուն, ավելի գիտակից մարդկանց կողմից։ Երևի նրանք իմ կարծիքով շատ մեծ ոգևորություն ստացան այս միջոցառումից եւ կհիշեն իրենց մանկապարտեզյան տարիները կհիշեն, այս միջոցառումները կհիշեն ու հաջորդ ընթերցման ժամանակ կպատմեն, թե ով ինչպես է ներկայացրել պապն ու շահկամը։ Այսօր կարելի է համարել Խնապատի պետական մանկապարտեզի երեխաների համար տոնական օր, քանի դեռ նոր է սկսում տոնական օրերը եւ մեր երեխաները առաջին տոնական օրը SPF կազմակերպությունը մատուցեց, այսպես ասած, մեր երեխաները անչափ գոհ են, անչափ ուրախ են, նրանց դեմքից երևում է այդ ժպիտը, ուրախությունը եւ քանի որ արդեն մոտենում է ամանորը, մեր Խնապատի պետական մանկապարտեզի կոլեկտիվի անունից, Խնապատի համայնքի բնակիչների անունից բոլորը շնորհավորում են SPF կազմակերպությանը, նրանք այնպիսի հայրենանվեր աշխատանք են կատարում, որ ոչ մի անհատ չի կարող փոխարինել դրան, նրանք մեր այսօրվա փոքրիկները ուրախացան իրենց նվերներով, տոպրակներով, հեքիաթի հերոսներով, նրանց համար այս տունը անկրկնելի է։ Ճիշտն ասած, մենք արդեն 17-ից, երկուշաբթի օրվանից մեզ մոտ տոնականն էր, մեր դահլիճը, մեր դասասենյակները, մեր երեխաների տրամադրությունը տոնականն էր, այսինքն ամանորին անհամբեր սպասում են մեր փոքրիկները եւ Ձմեռ պապիկին, Ձյունանուշիկի հետ միասին։ Կլինեն տոներ, բայց արդեն տնային պայմաններում մանկապարտեզ, ինչպես մանկապարտեզում ամեն տարի կատարվում է, դա արդեն երևի իրենց համար կրկնվող տոն է, իսկ սա մի ինքնատիպ, յուրատիպ միջոցառում էր։ Ինչպես է։ Ավելի բարձր, ինչպես է։ Ապրեք երեխաներ, ինչքան եք մեծացել, սիրացել։ Խելոք եք պայել ձեզ երեխաներ։ Ահա։ Ապրեք։ Առաջին տարին չէ, փաստորեն, որ իրականացվում է նման ծրագիր։ Հետաքրքիր է, երբանից եք նման անակնկալներ մատուցում փոքրիկներին։ Այո, առաջին տարին չէ եւ ակումբը գործում է 1997 թվականից Ստեփանակերտում եւ համարյա ամեն տարի կազմակերպվում են նմանատիպ ծրագրեր եւ հիմնականում ծրագրերը իրականացվում են Խաչեն Խնաբար գյուղերի հետ։ Կար նաեւ ծրագրեր մանկատան հետ կապված, ունենք ծրագրեր մի քիչ այլ բնույթի էկոլոգիայի հետ էկոլոգիական ծրագրեր, բայց ինչու հենց Խնաբադ եւ Խաչեն գյուղերը, որովհետեւ SPF կազմակերպությունը հովանավորում է տվյալ գյուղերը, սկսած 2004 Խաչենի հետ ծրագրեր ունեինք, այնուհետև միացավ նաև Խնաբադ գյուղը եւ հիմնականում որպես ավանդույթ գնում ենք այդ գյուղերը, բայց հուսով ենք հետագայում նաև կավելանան ուրիշ գյուղեր։ Հետաքրքիր է, ինչպես անցան հանդիպումները փոքրիկների հետ։ Նախ ներկայացնեմ, թե ինչպես մշակվեց ծրագիրը։ Ներկայացվեց ծրագիր եւ մեր ակումբի կամավորների եւ անդամների հետ քննարկումից հետո մենք միասին ընտրեցինք ծրագիրը եւ ըստ այդմ արդեն իմացանք ամենքս մեր անելիքը։ Նախ ծրագիրը բաղկացած էր հետեւյալ, ասենք, փուլերից։ Առաջինը երեխեքի համար բարեցին պար, տարբեր կենդանիների հագուստերով, հետո եղավ մի փոքրիկ ներկայացում, շահկամ հեքիաթ, հետո խաղացինք երեխաների հետ տարբեր խաղեր ու հետո Ձյունանուշիկ, Ձմեռ պապիկ Ձյունանուշիկ, տոնածառի շուրջ պար եւ այլն։ Այո, իհարկե, շատ աշխուժ են նշեմ երեխաները Խաչենի ու Խնաբադի ու շատ ոգևորված էին ու իրանց այդ ոգևորվածությունն էլ փոխանցվեց հենց մեզ։ Շատ բարի, կուզենայի մեր հերթատողներին մի դեպք պատմեի կապված հենց այցելությունների, գյուղերի այցելությունների հետ կապված։
Երբ երիտասարդների հետ այցելեցինք հենց առաջին գյուղը Խնապատը, փոքրիկները առաջին հայացքից վախեցան հեքիաթի հերոսներից, վախից սկսեցին լացել եւ սրահում այս կողմ, այս ու այն կողմ փախչել։ Հետաքրքիր է, ինչ որ ազդեցություն ունեցավ ձեր հետագա ծրագրի իրականացման վրա։ Կար մտահոգություն, որ կարող է ծրագիրը չստացվի։ Նախ ասեմ, ինչու հենց մենք մտածել ենք հենց սկզբից, որ տվյալ կերպարանքներով, ասենք, իրանք հենց բարեն, որ երեխաները չվախենան, իրանք ասենք աչքերը արդեն ընտելանան ու չվախեն չլացեն, բայց ստացվեց հակառակը, իրանք հենց բարելուց հանգիստ նայում էին, ռեակցիա չկար, ուրախ նայում էին, իսկ հենց բարը պրծավ, ասենք, մեր երեխեքը գնացին իրանց մոտ բան ու սկսվեց։ Կուզենայի նաև հենց ներկայացումների հերոսների կարծիքը լսենք, ձեզ համար հեշտ է աշխատել փոքրիկների հետ, մանավանդ երբ նման ձևով ձեզ ողջունեցին, ինչպես ասում են։ Հաճույքով ենք աշխատում փոքրիկների հետ ու կարծում եմ, որ նրանք վախեցան, ուրեմն մեր ծրագիրը կայացել է, քանի որ մենք ձեր նպատակը վախեցնել էր փոքրիկներին։ Ոչ թե վախեցնելը, այլ իրանք հավատացին մեզ, որ իրականում օրինակ ես մոգնիկն եմ եղել, հավատացին, որ ես մոգնիկ եմ, եւ դրա համար էլ վախեցան։ Ավելի շատ երևի կովիդի կերպարից վախեցան փոքրիկները։ Ուղղակի կովի հագուստով ինքը վախենալու է։ Նա եղջյուրները շատ վախենալու են։ Իսկ կար մտահոգություն, որ կարող է ծրագիրը տապալվել հենց երեխաների նման ընդունելությունից։ Իհարկե, եթե երեխաները վախենային, ես դահլիճից կգնայի։ Շատ հաճույքով մասնակցեցի այս ծրագրին, իրականում ինձանից ոչ ոք չվախեցավ, քանի որ իմ կերպարը շատ բարի էր, իմ կերպարը փոքրիկ ճուտիկ էր եւ բոլորը ինձ շատ Սիրեցին, այո, շատ սիրեցին։ Առաջին իսկ պահից մտերմացան ձեզ։ Այո, շատ, բայց ես ասեմ, որ ես շատ եմ շփվում փոքրիկների հետ, քանի որ ես իրականացնում եմ մի հատ բարեգործական ծրագիր, դա կոչվում է Joie de lire, որը կարդալու արվեստ ծրագիր է կոչվում։ Այդ ծրագրի ընթացքում մենք գնում ենք քաղաքի մանկապարտեզները, ինչպես նաև վերականգնողական կենտրոնը, եւ ես շատ եմ շփվում երեխաների հետ, նրանց համար հեքիաթներ ենք պատմում ու ես գիտեմ, թե որ երեխա ինչ հերոսից կարող է վախենալ։ Նույնիսկ արդեն փոքրիկների հոգեբանությունը գիտեք։ Այո, շատ եմ սիրում փոքրիկներին։ Իսկ թվում է ծրագիրը երբեք չի տապալվի, քանի որ մենք ինքներս էլ մեր մեջ կա փոքրիկ երեխա։ Իսկ հետաքրքիր է, նման դեպքեր էլի եղել են գյուղերում։ Ինչպես արդեն նշվեց, առաջին տարին չէ, որ իրականացվում է ծրագիրը, մանավանդ նույն գյուղերում էլի ու էլի եք եղել։ Օրինակ, իմ հետ չի եղել, որովհետև անցած տարի աղվեսի կերպարի մեջ էի ու կարծում եմ այս տարի ավելի շատ էր այդ վախը։ Այս պայն առաջարկում եմ ընդհատենք մեր զրույցը եւ մի քանի րոպեով դիտենք տեսանյութ։ Այս անգամ արդեն երիտասարդների հանդիպումը Խաչենի մանկապարտեզի սաների հետ։ Խնդրեմ տեսանյութ մեր եթերում։ Շատ հիանալի էր, հոյակապ էր։ Երեխաները մի պահ իրենց զվարճացին այդ երեկոյով, ուրախացան տեսնելով մեր պապիկին։ Մեր բոլորի կողմից շնորհակալություն կհայտնենք SPF կազմակերպությունից, որ տարին այդ նոր տարվան միշտ հանդես են անակնկալ են անում մեր փոքրիկ երեխաների համար, դա նրանց համար մեծ նշանակություն ունի։ Նրանք միշտ գիշեն իրենց կյանքում ճիշտ է, այն անգամ հավաքվել են բոլոր հեքիաթների հերոսները։ Իսկ հիմա
հեքիաթը պատմուշախկամ էր, բայց ավելի էր խորացված, ավելի էր հետաքրքիր երեխաների համար։ Շատ լավ միջոցառում է, բոլորը ուրախանում ենք այստեղ, շատ լավ է։ Ամեն ինչ բեմադրությունները, պարը, ձմեր պապը, բոլորը։ Բեմադրությունների կրալ, խաղեր կրալ, պարը եկալ։ Ինչ շատ դուր է եկել, որ խաղեր է կազմակերպել, բեմադրությունը, պարերը, ձմեր պապի կանչելը, ամենաշատը խաղերը և բեմադրությունը։ Գյուղում են ապրում երեխաները, տենց որ շուշուտ լինի, երևի երեխաները կզգան իրենց որպես ավելի աշխուժ կամ ավելի ուրախ երևի, անպայման կարևոր է, որովհետև երեխաները գյուղում ինչ են տեսնում, ոչ մի բան։ Տենց տարին 2-3 անգամ որ աջախում լինի, ձևի շփում երեխաները, ուրախություն, երևի կուրախանան երեխաները։ Երիտասարդների շնորհակալությունները, որ այդ ժամը տրամադրել են մեր փոքրիկների ուրախանալու համար։ Շնորհակալություն կազմակերպիչներից, որ մի ժամով երեխաներին կարողացան առօրյայից կտրել եւ ուրախացնել։ Ես շատ կցանկանամ, որ նրանք էլի գան, այսպիսի ուրախություններ շատ լինեն, ձմեր պապին եւս էլի տեսնենք։ Կցանկանանք, որ էլի գանք, էլի բեմադրություններ խաղեր, ձմեր պապին կանչենք։ Կցանկանանք, որ հաջորդ տարի մեզ հյուր գան Բուրատինո հերոսները։ Հետաքրքիր է ինչով առանձնացավ այս տարվա ծրագիրը նախորդ տարիներից։ Ինչ որ նորամուծություն, նոր մոտեցում կար ծրագրի մեջ։ Քանի որ միշտ նույն գյուղերն են գնում, արդեն գիտենք երեխաների հոգեբանությունը, իրենց ռեակցիան ոնց են բայց քանի որ մանկապարտեզի սաները մեծանում եւ արդեն դպրոց են գնում, նոր սաներ են գալիս։ Իհարկե, տարբերությունը մեծ է եւ երևի դա զգացել են հենց խաղացողները։ Անցյալ տարի մենք ենք մասնակցում, երեխաները մի քիչ пассив էին, այս տարի փորձեցինք ընտրել մի սյուժե, շախկամը, եւ որ երեխաներն էլ մասնակցեն, գան, ձգեն եւ հանեն եւ հաջողվեց բավականին։ Այսինքն այս տարվա նորամուծությունը հենց երեխաներին ներգրավելն էր նույն ներկայացումների մեջ։ Շատ բարի։ Ընդհանրապես, ինչով կկարևորեիք երիտասարդների եւ փոքրիկների նման հանդիպումները։ Մանավանդ հենց նախատոնական օրերին։ Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն, քանի որ երեխաներին նախապատրաստում են տոներին եւ նրանց մոտ նախորոք ստեղծում է տրամադրության բարձրացում։ Շատ կարևոր է, որ երիտասարդները մասնակցեն նմանատիպ ծրագրերի եւ մենք միջև նմանատիպ ծրագիր կազմակերպելը նախապես սոցիալական կարգերի միջոցով կամ հայտարարություններով գրում ենք եւ ովքեր ուզում են մասնակցում են։ Զուտ մենակ ակումբականներից մասնակցում էին ինչ առումով։ Թեկուզ կազմակերպչական, թեկուզ դեր են խաղում, այսինքն զուտ նաեւ մասնակցության առումով։ Այո։ Դերերու մասնակցության ծրագիրը իրականացնելու առումով։ Այո, մենակ ակումբականները չէ, որ կարող են մասնակցել, այսինքն։ Իսկ կային արձագանքներ հենց այդ հայտարարություններին։ Ցավոք ոչ։ Կարծում եմ, որ դա դրական նշանակություն ունեցավ, քանի որ եթե մենք կարող ենք որևէ բան անել երեխաների համար, ապա ինչու չանենք ու այն ինչ որ մեր մեջ կար, այն տրամադրությունը փոխանցեցինք նրանց։ Ու կարծում եմ, որ հաջողվեց ընդհանուր առմամբ։ Նաև կուզեի նշել, որ ամենքս յուրովի մեզ բացահայտում ենք, կային երեխաներ, որոնք ունեին ցանկություն մասնակցելու ու ասում էին, ինչ դեր տակ մենք կմասնակցենք, եւ հետո վերջում իրանք ասեցին, որ չէինք պատկերացնում, որ մենք կարող ենք նման կերպարանքով, ասենք, դուրս գալ բան, իրանք նորովի բացահայտեցին։ Երևի ես կարևորեմ երեխաների ժպիտը,
Մենք մեր նպատակը երևի հիմնական այդ էր եւ ինձ թվում է որ մենք հասանք թեկուզ եւ առաջին գյուղում այդքան էլ երեխաները մի քիչ վախեցան բայց դա նրանից էր որ շատ փոքր երեխաներ էին իսկ երկրորդ գյուղում շատ այո սա գուցե նաեւ արդեն հիմք լինի որ դաս լինի այսպես ասենք որ նաեւ հաջորդ տարի արդեն իմանաք ինչ լսարանի համար ինչպես պետք է աշխատել Ինչ որտեղ նաև փորձ ձեռք բերեցիք, ինչպես աշխատել երեխաների հետ։ Առաջին գյուղից հետո մենք արդեն մտածեցինք ոնց ներկայանանք, որ չվախենան։ Դրա համար ինքը հանեց այդ գլխի մասը։ Ինձ թվում է, որ ստացվեց մեր մոտ այդ պարգևել երեխաներին երջանկության մի օր։ Բոլոր ստացված չստացված կողմերով հանդերձ փոքրիկների ամանորյա հանդեսը կայացավ Ձեր ակնկալիքները արդարացվեցին։ Այո, իհարկե, նախ որ տեսնում ես երեխայստիկ մեր բալիկները ինչպես են ուրախանում, զվարճանում, ապարում, հետո ձմեռ պապի ձյունանուշ ինչպես են արտասանում իրանք օտանավորներ, որ ստանան նվերներ, ձմեռ պապին է եկել չէ որ իրենց մոտ, շատ ուրախացան մեր բալիկները։ Անշուշտ ակնկալիքները արդարացվեցին եւ դա երևում է յուրաքանչյուր երեխայի աչքերի մեջ։ Պետք է ներկա լիներ, որ զգալ այդ ամենը։ Ծրագիրը կայացավ ու կարծում եմ, որ ծրագրից հետո երեխաները մոտիկացան մեզ, բաուրա ձմեռ պապը, որտեղ գնաց բան, եւ դա ապացուցում է մեկ անգամ, որ նրանք հավատացին դրան։ Իսկ դրանից առավել բան։ Քիչ առաջ նշեցիք, որ ծրագիրը ստացված լինելու առաջին հանգամանքը հենց նա էր, որ փոքրիկների աչքերում ուրախություն տեսակ։ Այդ տոնական տրամադրությունը կարողացաք փոխանցել հենց փոքրիկներին։ Իսկ հակառակը ստացվեց վերցնել ձեզ համար ինքներդ։ Մի փոքրիկ տոն, մի փոքրիկ տոնական տրամադրություն ինքներդ ձեզ համար բերեք։ Խնդրեմ։ Այո, իհարկե, քանի որ երբ սկսեցինք արդեն որ երեխաները մեզ մոտեցան, սկսեցինք եւ բարել եւ իրանց հետ ուրախանալ, արդեն այդ ժամանակ կարծես մեր այդ հերավորությունը, որ իրանք փոքր են, դուք երիտասարդներ եք ու չերևաց։ Հենց ձմեռ պապի հետ միասին բարեցինք ու շատ հետաքրքիր էր, շատ լավ անցավ։ Իհարկե տպավորությունը շատ մեծ էր մենք եւ երեխաների հետ ապարում ենք կարծես թե մենք էլ ընկանք մեր մանկությունը հիշեցիք նրանց հետ այդ տոնածառի շուրջ ապարում ենք ձմեռ պապիկի հետ եւ ձյունանուշիկի հետ Չգիտեմ, տպավորությունը չափից դուրս շատ մեծ են եւ շատ ուրախացանք, շատ նաեւ ուրախ են, որ կարողացանք երեխաներին ինչ որ չափով ուրախացնել։ Այո, իհարկե ստացվեց, երեխաները մեծ բավականություն ստացան այս հանդեսից։ Իսկ դուք Ես հանդեսի եկա ձյունանուշիկի դերում, շատ ուրախ եմ։ Առաջին անգամ որ մասնակցում եմ այս հանդեսին եւ առաջին անգամ որ հանդես եմ գալի ձյունանուշիկի դերում եւ երեխաներին տեսնելով ուրախ նրանք իրենց այդ ուրախությունը փոխանցեցին մեզ։ Շատ հետաքրքիր անցավ մեր հանդիպումը երեխաների հետ, մեծ տպավորություններ ստացանք եւ սկզբից չնայած նրանք մի քիչ լացեցին, բայց հետո ամեն ինչ եկավ իր տեղն ընկավ եւ նրանց հետ հետաքրքիր խաղեր խաղացինք, արդեն երգեցինք, պարեցինք, կարծես թե մի բան նրանց հետ մանկացանք եւ հիշեցինք մեր մանկության օրերը, նաեւ մենք Երբ որ փոքր էինք, մենք էլ ենք շատ ուրախանում, երբ որ այդպիսի միջոցառումներ են կազմակերպում մեր համար եւ շատ հաճելի էր։ Երբ մենք փորձերի ժամանակ կերպարների մեջ էինք մտել, ես ինձ չէի հավատում, բայց հենց որ տեսնում ենք իրանց աչքերը են ժպտացող, են փայլող աչքերը, որ ես կամ այդ կերպարի մեջ ես կամ, ես մուկն եմ ու իրանք հավատում են ինձ։ Ու այդ մեծ հաճույք է, այդ նենց բավականություն է մեծ։ Նախ նշեմ, որ հենց երեխաները իրանք մեզ օգնում էին, մեր երրորդ խաղը կոչվում էր աթոռների խաղ, երևի բոլորդ էլ գիտեք, մանուկները դա շատ են սիրում, ու հիմա ով որ պարտվում էր, հենց ինքը իր աթոռը վերցնում ու դուրս էր գալի, իրանք դրանով մեզ օգնում էին։ Այս ծրագիրը նաև ակումբի կազմակերպության այս տարվա վերջին ծրագիրն էր փաստորեն 2013-ին ինչ ծրագրեր եք նախատեսում հենց տարեսկզբին։ Ունեք արդեն մշակված ծրագրեր։ 2007-ին հրավեր ստացա, մենք հրավիրեցինք բոլոր ակումբներից 200 հոգի, մասնակցելու այստեղ զուտ ճանաչողական այցեր կատարեցինք տեսարժան վայրեր, եւ ամեն տարի հրավեր ստացանք Գորիս, Էջմիածին, Ստեփանավան ակումբներից։ 2013-ին կարելի ասել արդեն մեր հերթն է նորից հրավիրել եւ
նրանց հետ ծրագրեր կազմակերպել։ Առաջին ծրագիրը հենց դա կլինի փաստորեն։ Այո, ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք նոր տարին, երբ Սուրբ Ծնունդը, եւ կցանկանայի, որ ամենքս մեր հնարավորությունների ուժերի չափ լինենք միմյանց հանդեպ ավելի բարեգործ։ Այսպիսին էր 2012-ի վերջին երիտքոմը հաճելի եւ անակնկալներով լիտոն օրենք մաղթում ձեզ։ Իսկ մենք կհանդիպենք արդեն 2013-ին։ Առայժմ